Մովսիսյան։ Նախապատրաստվի Հայկ Կոնջորյան։ Հանում եք։ Ուրեմն Էդուարդ Աղաջանյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, գիտեք ինչի վրա է ծիծաղում քիչ առաջ։ Երեկվա մամուլի ջղաձգումները տեսնեինք, թե այսօրվա Գյումրու խնդիրները, ասֆալտի խնդիրները։ Ուրեմն երեկվա օրը բարի չէր մեր ընդդիմադիր որոշ գործիչների համար, որոնց մտածելակերպը շրջափակված է ծայրագավառական մտածողությամբ մեջ, մրցույթ էր հայտարարված, ով ավելի հիմար բան կասի Վենսի այցի հետ կապված։ Ուրեմն այսօր մամուլի տեղեկանքն եմ նայում երեկվա եւ այսօրվա եւ կուզեմ տես ցիտեմ էլի ուղղակի այդ մտածողության սահմանափակ լինելու մի քանի տենց գոհարներ։ Մեկը ասում է քունքներից դեռ զենք է պահած, խաղաղություն հաստատված չէ, Վենսի այցով հնարավոր ռազմագործողությունները հետաձգվում են, բայց չեն վերանում։ Մյուսը ասում է Թրիփի ծրագիրը գրվել է Թել Ավիվում, հետո այլ շահառուներ կարող են լինել։ Հաջորդ ավելի կարկառուն ներկայացուցիչներից մեկը ասում է իսկ գուցե այլ բանի համար են 5 միլիարդ փող տալու, օրինակ Սյունիքի։ Երրորդը ասում է այն ինչ իրականացվում է պանթուրքիստական ծրագիր է, Փաշինյանը միշտ էլ միջանցքային տրամաբանությամբ է շարժվել։ Հաջորդը ասում է, եթե այս անգամ ԱՄՆ փոխնախագահը չայցելի Էջմիածին, ակնհայտ կլինի, որ այս ուղղությամբ ՀՀ իշխանությունները հատուկ աշխատանք են տարել։ Ավելին այնքան են առաջ գնացել, Մայրաթորին հարցում են ուղարկել, արդյոք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելել է Կտրիչ Ներսիսյանին, թե ոչ, Մայրաթորն էլ պատասխանել է տեղյակ չենք, արդյոք իշխանությունները ներազդել են դրա վրա, թե ոչ։ Մյուս մասը էլի մտահոգություններ են հայտնում Թրիփի ամերիկյան մասում ադրբեջանական կապիտալ կարող է ներգրաված լինել, թե ոչ։ Ուզում եմ մի փոքր ապաշրջափակենք էլի այս ծայրագավառական մտածողությունը։ Զուտ հարց քաղաքացիների պարզաբանման համար։ Այս արհեստական բանականության ոլորտում ներդրումները, 4 միլիարդ ներդրումը, Nvidia-ի չիպերի արտահանումը, բարձր տեխնոլոգիաներում համագործակցությունը, ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության, ձեր երկրի համար չի արվում, ձեր համար դա դրական չի, էներգետիկ գործընկերությունը ձեր երկրի համար չի, ռազմական պաշտպանության և սպառազինության մատակարարումները ձեր երկրի համար չի, իսկ կարող է Հայաստանի Հանրապետությունը ձեր երկիրը չի։ Այդ հարցին կուզենամ զուտ պատասխանեք։ Եվ գիտեք, ամենահետաքրքիրը որն է, եւ այս ընթացքում ցանկացած ընդդիմադիր մտածողությամբ մարդու հետ շփվելիս այս մի արտահայտությունն եմ անում, որը կուզեմ դեզել ասեմ։ Ուզում եք իջնեք, թռնեք օդ, երկինք, իջնեք ներքև, մեկ է, այս կառավարությունն է բերել ձեզ եւ ձեր երեխաների համար խաղաղություն։ Շնորհակալություն։ Էդուարդ Աղաջանյան